Բարություն շատ սիրելի բանջարներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ։ Բարի օրհնյալ Կիրակի մեզ բոլորիս Աստծո ամենաբարի կանչի դիտի մեզ բոլորիս սիրելի հետևորդներս օրը Կիրակի է աղտնացել ենք ուր ենք գնում այո շատ ճիշտ կռահեցիք եկեղեցի ենք գնում եկեղեցին գտնվում է Ջերմուկի ձախափում այսօր մեծ տոնակատարություն կա, պատարակ կա, մատաղ, մի խոսքով։ Ինչի սեղմեմ մեկի։ Հա, դու որ գիտես, ես հարցնեմ Ալեքս ջան։ Հետո հոթելու ենք, բանտ ենք անի։ Այս պետք է անենք։ Հա, հիմա սիրելի հետևորդներս այս հենց այնքան շոկ, չեմ էլ ուզում ժակետս կոչկեմ, ոնց են ասեմ նոյեմբեր ամիսը, են էլ վերջում, են էլ ջերմուկը, այդքան շոկ, վայ։ Բացվեց, շոկ հա չէ։ Տաքսին արդեն պատվիրել են, Արի Ալեքսանդր։ Արի Ալեքսը կաղացկան։ Մարդը պունկտուալ ձևով, Արի։ Եք է լավ եք։ Հա, պատվիրը մեզ չէ, կես ռոպեից գալիս է։ Հլա որ ասիս, այսքան տեղն է սառը, բայց նև տակ է։ Դու ես կոմից դուրը կբացեց, բալա։ Որ շուշուտ գաս, կասեմ հեռախոսդ բաց թող։ Ալեքսն էլ իր հեռախոսն ավեր կալ է։ Սելի հետևորդներ ջան։ Չէ։ Հա, այդ այնց դուրը բացի եմ ստի։ Բացի։ Ահա, դեպորդում նստեցի։ Պտտվեմ ես եմ ստեմ։ Լարվեցինս Այսօր ասմած է եկեղեցը մատաղ կա Գնանք եկեղեցի Հարմար է տեղը տալիս Շատ հարմար է Գնացիք եկեղեցի մեզ բարդ ճանապարհ ասված մեզ հետ Ալեքսը ստեղից էլ է, հրային եղնիկները նայ տողքի Տեսա, արդեն ես տեսա Նա ես տեսել եք ու տեսա Դա համար ասում Հա, մնացինք էլի, պաստորեն մնացինք Մեր բժշկուհին էլ էր ձեր համարն ուզում Կփոխանցեմ կտամ Ասում այդքան դուս ես գալիս լավ որորդ տեղ չգիտես Ասի գիտեմ Հա, ահա Ինչ է բժշկուհին Այ չգիտեմ, նոր է եկել Այն ժամանակ թիմ էր, մի մենակ ինքն է
այսօր պատարակ կա, մատաղ կա, չգիտեմ ինչ ընտանիքի կողմից, մատաղ է։ Արսեյաններն էլ է ջերմուկ Հա, ջերմուկ գրուպի։ Ստեղ էս մի հատ եկեղեցին ա ու վերջ չէ, չունենք եկեղեցի։ Վերակառուցված ա, չէ, վերանորոգված։ Թե նորակառույց ա։ 2007 թվականի եկեղեցի։ Հա։ Մամա, եկեղեցին բաղոր կառուցել, դրա համար եկեղեցին Հա, կառուցել։ չի եղել կառուցել են, էլի Ալեքսյան։ Չի եղել, որ վերանորոգ են, են ամարտիկ թազեն կառուցել են ախներ։ Մենք ստեղել էինք, չէ՞։ Հա, այն անգամ, հա, բաբա, ծոսի չէ։ Մենք որ եկավ մոմ արեցի եկեղեցի։ Էս է մեր ճանապարհն, այ որ սա ճանապարհը։ Էս էլ է ձախապն ա կոչվում, հա։ Ձախակներ թաղամասն է։ Մեր հիմնական բնակչությունը ստեղ Ստեղ է։ անկաստար։ Բարզա։ Դե կզանգեմ, էլի կգաք, մեզ կուվերեք։ Դել մանրը չտա։ Չէ, ենա կզանգեմ, լավ։ Իջնա, այս կողմ։ Ահա, սիրելի հետևորդներս, եկանք հասանք եկեղեցին, այս սիրուն սարերի մեջ, հլա տեսեք երկինքն ինչքան լազուր կապույտ ա, Ալեքսս ինչպես միշտ շտապում ա, ուй, գնանք եկեղեցի, ինչ լավ ես քեզ զգում որպես հայ մարդ, որ վանքի դուրը գնում ես մաքուր սիրուն, կոկիկ ու խնամված, ամենա կարևորն է, ես դիտավորյալ շուտ եկա, որ իմ համար հանգիստ նստեմ, ես սիրում եմ եկեղեցի պատերի մեջ անեանամ, նստեմ, այս իմ բլոգեր տղեն, ձեր շատ սիրելի Ալեքսը, եկեք դրսի պատրաստություններից նայենք, հա, չկորես, Արև ձեզ, ընդունելի ձեր մատաղը, ես Արարատ առողջարանից հանգստացող էի, ձեր էջում տեսամ, ասի գամ համ ծանոթանամ, համ էլ հետաքրքիր էր։ 11-ի պատարակն է, 12-ից մեկի հատվածում էլ մատաղը կբաժանեն։ Ավելի շատ պատարակներ հետո կսկսում։ Ստեղ եք եփելու, հա? Ստեղ տենց եփում եք։ Մարդիկ եփում են։ Ստեղ սպիտակ սիրուն պատրաստում։ Շուտով պատարակն է, կնստեմ հանգիստ, պատարակը կլսեմ։ Արի Ալեքս ջան։
Եկեղեցին Սուրբ Գայանենը։ Չկա եկեղեցու։ 11-ին է պատարագը, ասեց Ալեքսը։ Լավ չկսիներ։ Ասված օրնեցնել հայրը։ Ստացանք պատարագին։ Մոմս տեղից են, մարմելու չեն։ Տեսեք ինչ է կսկիր բաներ ավազի մեջ, նորից խաչ, ամենակարող դեր, մամարն եմ, երկր եկեղեցի եմ գալի, միշտ առաջնարդ դում եմ այս նկարը, մանավանդ եթե ազատում, հանգիստ բարենք, բարեն եմ մտալից շա։ Մոկտետ մեջ մնաց։ Այսնի մամա դարում եմ իմ տանիքի անորության ամեն ինչի համար մեկնել սիրելի հետևորդները, ինչպես միշտ դառնում եմ ձեր համար, դրսում ապրող հայերի համար, մեր աշխարհով մեկ սփռված հայության համար, իմ լավ ու բարի հետևորդների համար, բոլորիդ նպատակներն Աստվածի կատարածի։ Սիրելի հետևորդներս այս անգամ որոշեցի շատ շփնամ, որ եկեղեցում կարողանամ հանգիստ համաղութեմ, համ մի փոքր ձեր հետ շփվեմ, համ կարևոր է մամերի քանակը չի, կարող ես անգամ եկեղեցի մտնել, մամել չառնել, հավատով մտնել, հույսով
մեծ ակնկալիքով Աստծո հետ հաղորդակցվելով այնպես որ այստեղ կարևորը Ամերիկանակը չէ, կարևորը սրտիդ փափագն ու ցանկությունն է, կարևորը ձգտումը տա դեպի Սուրբ Խաչը, դեպի Սուրբ Հոգին, դեպի ամենակարող Արարիչը, դեպի միտեղ, որտեղ ամեն ինչ մաքուր է, որտեղ ամեն ինչ սուրբ է, որտեղ ամեն ինչ ուրիշ է, եկեղեցու պատերի մեջ ես ինձ դրիվ ուրիշ ձևի եմ զգում խաղաղված, հանգիստ, ամենաուժեղը, ամենապաշտպանվածը, ամենահավատացյալը, ամենա, քանի որ եկել եմ Սուրբ Դուր, Սուրբ Մատուր, Սուրբ Վանք, ինչ էլ ասենք, ճիշտ կասենք, գիտեք, պահեր ա լինում, որ չի ստացվում, որ կամ շատ անգամներ եմ չէ, տենց ասել, արիստան նստենք, շատ անգամներ եմ չէ, այդպես ասել սիրելի հետևորդներս, որ ինչքան էլ ուզում եկեղեցի գանք, տենում ես ինձ սիրունը, տեսեք, Ալեքսն ասում է մամա ես մեկն էլ ցույց տուր, Էսի խաչը։ Դինանք դուս, Ես եմ եկեղեցի։ Բայց ես մի գեր նազիկ ճանաչում եմ ձեզ։ ասեք կամի հանգիստ ենք կանք, ճիշտ է այստեղ զրուցելն ու ասելն ու խոսելն ասելի հետևորդներս կապ չունի, որ կամ գործի բերումով, կամ պահի բերումով, ինչքան եմ չէ ես ասել, որ թեպետ և եկեղեցին, մեր հայ առաքելական եկեղեցին, մեր կողքի փողոցումը, բայց երբեմն գործի բերումով չի ստացվում, որ գնաս կամ օրհնություն վերցնես, կամ հաղորդակցություն վերցնես, կամ ուղղակի նստես եկեղեցու բակում ու փորձես մոռանալ քո ամեն հոգսը, պրոբլեմը, խառնիճ աղանջ մտքերդ, բայց այս ջերմուկի Երևան գնալու ինչն եմ սիրում, որ թողում ես տունդ, չես ասում վայ, այս մի գործս մնաց, հայաթս մնաց, օրինակ երկրորդ հարկը մնաց, կամ էսը մնաց, կամ են մյուսը մնաց, չէ, ստեղ եկել ենք, կոպիտ ասած ոչ մի անելիք չունենք ու լիարժեք հանգստի ձևերից մեկն էլ հենց սա է, այ որ տեսակ առավոտ արթնացանք, նախաճաշեցինք ու եկանք այստեղ, հիմա շատերը կասեին նախաճաշել պետք չի, ես կողմ, ես ավելի շատ եկել եմ, այսպես ասած ոչ թե ոնց ասեմ մատաղուտելու, չէ, եկել ենք հանգիստ, խախանդ, այն որ ոնց եմ սիրում ասեմ խախանդ պայմանները, վայել եմ եկեղեցու այդ լռությունը, սիրում եմ, երբ որ մոմ եմ վառում, հետևում եմ ոնց համոմս վառվում, կաթիլ առ կաթիլ, ամեն աստծո անգամը, երբ որ մոմս կաթիլ առ կաթիլ, երբ որ մոմը վառվում է, այդ կաթիլի հալոցքի հետ մարդ ես էլի մի բան մտածում ես ու հենց այս լռության համար էի, հենց այս լռության համար էի ես ուզում շուտ գամ, գիտեի, իրանց էջում տեսել էի, կարդացել էի, որ
ժամը 11-ին է պատարակը, մարդիկ արդեն գալիս են, Ալեքսարի գնանք նստենք, փորձեմ ընթացքում, եթե հետաքրքիր կլինի, կփորձեմ կնկարահանեմ, կկիսվեմ ձեր հետ, ջուր, ես էլ կուզեի, մի հատ միկում ջուր խմենք ու կամաց գնանք դեպի եկեղեցի, ոնց հասկացամ, մատաղի արարողությունը Սուրբ Գործը ջերմուկ գրուպի տնօրենն է նախաձեռնել, կազմակերպել ու սիրուն շնորհքով էլ անում են մարդիկ սպիտակ, մաքուր գնանք ստերից մի հատ միկում ջուր խմենք տեսեք մարդիկ հենա կամացից գալիս են պատկերացնում եմ էսա ինչքան բազմություն է հավաքվելու Վելստեն հետաքրքիր է, չէ՞։ Ասաց Այդ տաքսիվարով թասեց հիմնական բնակչությունը այս կողմում Ալեքս ջան արի հերիքա նկարես արի Արի ստեղ էլ կանգնի քեզ նկարեմ հա Ահա Ալեքսին ստեղ նկարեցի կարաս գնաս Ալեքս Մի հատ է նկարում եկեղեցի ու գնանք նստենք արդեն հետևն մոմս ոնց է վարվում հետաքրքիր է ոնց են բաժանել գնամ ասեմ օգնել պետք չի Մովսես Խորենացու խոսքերից սահմանք քաջած Զեննի վերյանց Լանդավաշ նայք սիրոն կտրտած նայք սիրոն բերել դրել մարդիկ էլ գալիս ու գալիս են Իշացի թույլմստին սագալցի Լավաշը բերեցին, մատաղը էպսում է Հիմա դնանք մոմերից հետև են Արի մեր մոմերին նայեն կալեք Դինասալի մալայի չավորի մեր մոմերին տենց ունենք
Ոչինչ, ոչինչ։ Ասյունատ վաղում է։ Արդեն ես ծրել Ահա, սերի հետևորդներս ավարտվելով համարյա թե տատերակը, որ բոլոր գործողությունները վերջացրել են։ Շատ հաճելի, շատ ուսուցողական, լավ պատմություններով պատարակ էր։ Գնանք սենյակ կմանրամասնել։ Ժամը 1-ին պետք է բաժանվի, մարդիկ սենց սպասում են։ Այսօր եկեղեցի 18-ամյակն է, այդ պատճառով է կազմակերպել է նմանատիպ միջոցառում, սուրբ բարարողություն։ Հարի գնացին, ես չէ, եթե դու ուզում ես վերցրու։ Դի անպայման իմ հետ ուտես։ Եթե դու ուզում ես գնանք վերցրու։ Անպայման իմ հետ ուտես։ Երեխեքն են մոտենում։ Երևի էլի։ Սենամ տղերսին գնաց։ Ժողովուրդ ջան, եթե կարելի է մոտ եկեք աղոտ կանենք, հետո կբաժանեն, լավ, երեխեք ջան, բայց լավ, ձեզ մի պատար կտակ, երեխեք մեծերին, բայց զիջեք, լավ։ Նաշակեսու կարողության պսկերակուրս նոպատիվյալ է մեզիկի աղաչիս, որդյալ է դերի պարքևեսյուր։ Հավ ժողորջան ութուրելի մատաղ վստահ է մեր երկրի խաղաղության անսասանության համար է արված և նաև կոչերն արամը հավանաբար իր ընտանիքին էլ նկատի կունենար։ Եկեք օգտվենք, մեր աղոթքը բերենք մեր երկրի, մեր ժողովրդի համար, մեր եկեղեցու համայնքի հարատևության համար և միաժամանակ նաև բոլորիդ համար։ Ընդունելի մատաղ։ Վերցրեք հիմա։ Վերցրեցինք, ընդունելի մատաղ, համտեսի տղես ու գնացինք։ Համով էր Ալեք։ Շատ համով էր մատաղը։ Շատ համով էր։ Դե ինձ իրելի հետևորդներս, ես էլ ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցին, որ գտնվում է այս չնաշխարհիկ սարերի ու լեռների հովանու ներքո։ Գնա, դու սարի, որ էսա տաքսին գա Ալեք ջան։ Հա, զանգել եմ։ Շատ համով էր մատաղը, շատ դուրս էր։ Հա, շատ ուրախ եմ, Ազիզ ջան։ Հետաքրքիր բան է, չէ՞, ժողովուրդ, կոնկրետ իմ համար մարդիկ կան, որ ոչխարի միսս են շատ են սիրում։ Ես մատաղի մեջ եմ մենակ իրան շատ սիրում, շատ, չափից շատ։ Հա, նստի Ազիզ ջան։ Շատ լավ էր Հա, եկեղեցին, սրտիկս։ մատաղը ուղղակի շատ համով էր, լավ կերա։ Հա, արևս։ Մեկեր էր ինչ տնաների Գնում ենք էսա հոգեբանը, կանչելա հոգեբանի մոտ։ Բա ինձ սիրուն նկար աստեղից։ Ստեղ իհարկե էլի ֆոտոսեսիա։ Այնա, բազմությունը շատ է։
Ամեն դեպքում ջերմուկցիների հետ եմ զրուցում, ասում եմ ոչ մի անգամ այսքան շոկ էնել այս ամսին չի եղել, հələ մի հատ նայեք էլի, էս ինչ սիրուն տեղում ենք, հա, հլա դուք մի հատ այս սարուցովերին նայեք էլի, ու երկնքի լազուրին, լազուր, իսկական լազուր, որ ասում են հենց սա յասիրելի հետևորդներ։ Վերջ։ Այս էց։ Արևտես։ Մամ, բա մեր մեքենա, ինչ եղավ։ Կգա էլի Ալեքս ջան։ Շատ լավ շոկ էր, ուղղակի մի քիչ ծանր էր։ Եկեղեցին պահի տակ դաժե շունչս էր կտրվում։ Այս հետ են սարերի։ Ամենիչի։ Էս ինչքան սիրուն։ Այ մի եկավ ավտոն Ալեքս, հա, արի։ Մեր ավտոն բավը չէ։ Ay, çeşitten Գնաբաց հա Օգտվեցիք մոտողից։ հա Օգտվեցի։ Նորմալ է, հո տղես հավան է չէ չեն քաշքշում, չէ նորմալ ժորդ քիչ է, հա որը լետեց։ ես Մեր հայերի բնավորություն չգիտես։ լավ ասի չէ հետա որ նորմալ է թե հետո ինչ կլինի չեմ կարող ասել Էս ինչ շոկ անում ստեղ ու ամեն տեղ ես կասեի տարվա ես չախը Սուրբ Գայան է եկեղեցին Ալեքս ջան Սուրբ Հովանե Գայան է Գայանը եկեղեցին է, չէ։ Գելա ջորդվե Այքես Ի՞նչն է չարվում։ Հա։ Քարը ջամփից ընկելա Ուսավ ջարդ է Այն այլ մյուսները չարվում։ Չէ, մեծ շինություն են ձեռնարկում Գործարան է սարքել։ Գործարան Համեսա ջերմուկ համեն եղնիկի ճամփին է, բաց Ես լրիվ իրասն է, էլի, հմի էլստե ջերմու չի լցում, Մենակ ընդեղ են լցնա, հա Լեն էլ Իրանն է։ Հա Ես էր Իրանը, էդի դրան բաջարը են Հա։ էլ Հա Այդ հաֆակ Այսօր առողջարան։ Հա, սրտիկս Գնանք շուտ Այս գործերը պրսնենք, որ Երբ եք գնում։ դեռ չգիտեմ Հələ որ մնա
Տաթևի վանքուզելով մնացի, մենակ օգտել չեղավ։ Մարդ չկա, չէ՞ Անկերով էլ չեն ուզում հաշմեք։ Գումարը երևի, որ մի քիչ շատ է։ Մարդիկ չեն ձգում էլի մեղադրելու չի։ Անկերովի, որ ուզմի հեշտ կլինի էլի։ Շատ ապրեք, շատ շնորհակալություն, մեր բժշկուղ անունն է Սիրարքի էր, Շենտիչանով հիշեցի, հա, Ալեքսյանի, հա, անպայման, բացի, շուշ, հարի, բացի, բրծի, խմի, բերանը չկրծնես, ես եմ մեր առողջարանը։ Ուրեմն եկանք առողջարան, մի կտոր հաց կերանք ու իմ համար զարմանալի էր, բայց կիրակյորով այնո Ալեքսի ծեննականից ինքը են վերջի սենյակը ստեղ զուտ հոգեբան, լոգոպեդ այդ մասնագետներն են, նեղ մասնագետներն են նստում, մեզ կանչեցին, ուզում էի կոնկրետ ես էլի մնայի, բայց որ զանգ նեկավ եկանք կարևորը Ալեքսն էր։ Հիմա սպասեմ պարապի, այս ընթացքում էլ նախորդ վլոգից մեկնաբանություններն ու կարգավորումները հետևեմ, մի հատ կարգավորումները տամ, հետո մեկնաբանությունները նայեմ ու գնանք վերջապես մի բաժակ կոֆի խմենք։ Ահա, սիրելիներս, եկել եմ այդ ապարապունքից հետո ու չեմ արել, մազերի խնամքով եմ զբաղվել, որովհետև մազերնա չէ, որ մեր արտաքին տեսքը այն վերջնական տեսքի աբերում ու շատ կարևոր է արտաքին տեսքի հոգու հանգստության, ինքնավստահության, ամեն ինչի համար էլ շատ կարևոր, չափից շատ։ Սիրելի հետևորդներ ջան, ու մեկ ըլնմա, որ ասում եմ, այ ապրեմ ես, այսօր այսքան բան արեցի, հմի այսօր շատ լավ օր էր։ Մինուսն է լավ, որ մի կոֆե չեմ խմել, այսա կոֆե խմենք, այնքան հանգստություն եմ զգում, այնքան հոգիս խաղաղվել է, այնքան ասիրտս խաղաղվել, չափ սահման չկա, ես չգիտեմ, երևի մեզնից շատերից մոտա չէ տենց ելնեմ, ճիշտ է Աստված ամեն ուրա, Աստված այս պահին էլ է ներկա իմ հոգում, իմ սրտում, իմ գլխավերևում, իմ կողքում, բայց որ գնում ենք եկեղեցի, իրոք էլի ուրիշ շատ չէ, սիրելի հետևորդներ ջան, իրոք ուրիշ զգացողություն է, համենայն դեպս իմ համար ժամ 45 րոպե նստել եմ պատարագի, տենց բան իմ կյանքում շատ քիչ առնեմ, որովհետև նորից եմ ասում, եթե տանն եմ ելնում, կամ հյուր է գալիս, կամ գործերս ակիսատ մնացած ելնում, ու սենց բաններ, իսկ ստեղ, որ կտրվում ես տարածքից ու ամեն ինչից, արդեն մենք ենք մեր սարերը, այս անգամ էլ ջերմուկի սարերը, մի քիչ որ կատական եմ, դե առանց կատակ կյանքը գունավոր չի կարարնի, ուրեմն էտա դեռ երեկվան ինձ աղջիկների հետ որոշել էի, որ գնայինք խմբով, են էլ մեկ երեխուն այդ պահին հարմար չէր, մեկ ինձ հենց, մեկ ինձ, այ մարդ ասի, բեր ես գնամ, դե ես մի քիչ շուտ եմ գնացել, 10:30-ից եկեղեցում եմ, մեկին թողել եմ դուրս եկել, պատկերացնում եք, ինչքան եմ մնացել, հազվագյուտ, բացառիկ երևույթ էր դա իմ կյանքում, ապրի Ալեքսս, որ համբերատար, խելոք, շնորհքով, այն որ
Մենակ մի անգամ ասով այ մամջան չգնանք, ոնց որ թե շատ է մնացինք, ասում է հոգնեցի, բայց հասկանում էի, որ հեռախոսը բա ոնց կրներ, հեռախոս չի նետել, այս ընթացքը միասին կոֆեն եմ գրել, գիտեմ իմ հետ կոֆե խմողները շատ են, այնքան էլ գրում եք, նենց որ դուք էլ ձերը գրեք, համ կոֆե խմենք, համ մի քիչ սենց թեթևացած ու խաղաղված սրտով ձեր հետ ասեմ, խոսամ, զրուցեմ, սիրելի հետևորդներ ջան։ Էտա 10 կեսեր վեր կացա գնացի, արդեն ինձ ծանոթ դառած տոքսու վարորդի հետ, ճիշտ է տարած կմոդիկա, բայց թե նենց չէր էլի ոտով գնալու ես չէ, ասենք կարա ուրիշ տաքսի, բայց թե մի տեսակ որ արդեն սովորում ես, էլ ինչ ուրիշ, եթե տենում ես մարդը նորմալ գիտի, քան բանը պատմում է, բացատրում է, ասում է, էլ այդ ձևի մարդուն թողած միգուցե ավելի լավներ կա, բան չասեցի, բայց դե ամեն դեպքում ինձ դա էր հարմար, ասենց, շատ չի երկար եմ էլի, էտա գնացինք, ճանապարհին ինքը ասավ, որ եկեղեցին կառուցվել է 7 թվին ու մոռացա այդ մարդկանց ոսկանուն Աստվածին, մի խոսքով ջերմուկ գրուպի տնօրենը ամեն տարի ոնց որ տենց մեծ ծիսակատարություն անում, մատաղ են անում, ջերմուկ էր դրած, տեսակ լավաշ, մատաղին ինչ են բաժանում, հաց, լավաշ, միս, մի կտոր ու ջուր, իհարկե, Աստծո տված ջուրը, իրանց մոտ համ ջուր էր, համ ջերմուկ էր, համ երեխեքին գունավոր սոկ էր, մենք ամենքս մի կտոր միս վերցրինք, այս կոմեկանք, որովհետև չլինեմ, վարորդն ասավ մարդիկ քիչ էին, բայց թե կային էլի, չեմ ուզում քաղաքական դաշտից խոսամ, բայց պարոն վարչապետ, մարզպետ, իհարկե ես դրանք չնկարահանեցի, որովհետև չեմ քաղաքականացնում, ես իմ էջը դուք դա լավ գիտեք ու ուրեմն պատարակը շատ լավ անցավ, շատ հաճելի ձևով անցավ, եկեղեցին չոնաչեցին, ես չնկարահանեցի, մենակ մի պահը նկարահանեցի, սիրելի հետևորդներ ջան, որ բաժանեցին ամենքիս ձեռքի ափի մեջ, խունկ լցվեցին ու քահանան մոտիկանում էր փոքրիկ պարկով լցնելու ենք այդ պարկի մեջ, այդ պահը նկարահանեցի, մյուսը ոչինչ չեմ նկարահանել, որովհետև գնացել էի խաղաղվելու, հանգստություն զգալու, հայր մերը բոլորս էլ լսում ենք, բոլորս էլ ասում ենք, Տեր ողորմյայի համար, որ ոչ թե խենթանում եմ, եկեք սենց ուղի ասեմ, խելագարվում եմ, բոլորս էլ լսում ենք այդ երգը, ուրիշ ձևի հոգեհարազատ է այդ երգը իմ հոգուն, են որ քեզանից անկախ արդյունքներդ գնում ա ուրա գնում, դու էլ չես հասկանում, կամ ինչի ա գնում, էլի չես հասկանում, մի խոսքով հետաքրքիր պատարակ անցկացրեց քահանան, Աստվելուց կոկորդս էլի փակվում ու հետաքրքիր առակներ ասավ, դե մարդկանց խրախուսում ա, մի բան բասեք, մի չարախոսեք, Աստծո խոսքը ինչն ա, չէ, պատվիրանները, մի շնացեք, մի ագահացեք, ագահության վերաբերյալ մի հետաքրքիր առակ մեջ բերում արավ, ասում ա, մի մարդ սաղ կյանքում աշխատում ա, կալվածատ էր առնում, դե հին թվերի պատմությունա, տենց պետք է առնի, չէ,
ամբողջ կյանքում աշխատում է, քրտնաջան աշխատում է, բայց ոչ մեկին չի տալիս, անընդհատ դիզում է, անընդհատ դիզում է։ Ասում է, երբ որ արդեն էլ զգում է, որ չի կարում, բայց էլի աշխատում է, այդ տարին ասում է արտակարգ չափից շատ բերք է վերցնում ու ինչ է մտածում այդ մարդը, ասում է, ահա, քանի ես այսքան բերք եմ ստացել, այս բերքը ինձ հերիք է, ես իմ քանի տարի բերքս ամբարներում, պահոցներում ու իմ համար հանգիստ կյանք ապրեմ, անընդհատ մարմինս ա ցավում, անընդհատ ձեռքերս են ցավում ու էլ չաշխատեմ։ Այդ ժամանակ Աստված իրան ոնց որ սենց հուշում է, էլի ուշքի ա բերում, ասում է, որ ես իրիկունը գամ ու հոգիդ տանեմ, ով պիտի վայելի, ում համար ես այդքան դիզում ու որ խորանում ես իրոք, խոր իմաստ կա, շատ խոր իմաստ, ես այդ առակի նման միշտ մտածել եմ ուրիշ ձևի, հենց մեր տան վրա, երբ որ ասենք ժամանակին իմ կեսուր կեսրարներ են, չէ, տուն դրել, սարքել, կոպիտ ասած բաժին հանել մեզ, ասենք դա էլ ոնց որ մի տեսակ լոտոյի նման բան է, էլի, ով կշահի, ով կկորցնի, շատ լավ մարդիկ ինչքան առնում, ապահովում են իրանց զավակներին ամեն ձևով, կամ հարցն ա գալի տաղուտերն անում ասած մեր լողեցիներին, կամ էլ տղեն միանգամից ամեն ինչ հավասարացնում է զրոյի, փառք Աստծու, փառք Տիրոջը, մեր մոտ տենք չի, մի բան մենք ավելացնում ենք, թե Նիկան, թե ես, ու մեկ որ Նիկային ասում եմ, կուխնը ինչ սարքեցինք, մնաց, Այանն ասում է, հերիքա, ում է պետք, ինչ տիլնի, ասում եմ, իա, ստոպ, մի րոպե, ասում եմ, քեզ լավ չես, որ քու ծնողները քեզ են տվել, բա մենք քեզ կտան, կփչացնեն, ասում եմ, ինչ ես դու մտածում, որ կփչացնեն, դու քո ծնողներին փչացրել ես, չէ, մի բան էլ շատացրել ես, Ալեքսն էլ մեր շարունակությունն է, էլի, ոնց կարա փչացնի ու ուրիշ բան ինքը չափից շատ պարզա, չափից շատ միամիտ է, այն որ սիրտը կհանի ուրիշի կտա, այ այդքանից մի քիչ վախենալու է։ Բայց փառք Աստծու, Աստված միշտ էլ մեր հետ է ու մեր կողմից է, մեր կողմն է, ես երեսս միշտ առ Աստված եմ անում, ասում եմ Տեր ջան, քո զորությունը բեր, տուր ինձ, մտի իմ հոգի, իմ երեխին, իմ ընտանիքին, իմ բարեկամներին, ես միշտ ասում եմ սիրելի հետևորդներ, կարևորը մոմերի քանակը չի, որ սենց առնես 10 հատ, 20 հատ, 50 հատ, կարամ ես եկեղեցի մտնեմ, ընդհանրապես մոմել չառնեմ, հարցը այդ առնելը չի, հարցը ներսի հավատնա ու սերը առ Աստված, սերը դեպի բարիություն, սերը դեպի չնաշխարհիկ աշխարհ, իմ համար իհարկե, իմ մտածելակերպի համար, ուրիշ թե ոնց կմտածի, արդեն մենք մարդիկս տարբեր ենք, բայց ելի հետևորդներ ջան, առաջին մոմս բարձրաձայն վառեցի, երկրորդը չէ, որովհետև տենց էր պետք, երրորդն էլ էլի բարձրաձայնեցի, չորրորդն էլ ձեր համար իմ դրսում գտնվող Հայաստանը կարոտած հետևորդների համար, Հայաստանի Սարուձորն ու եկեղեցին ու վանքն ու կարոտած մարդկանց համար, թող բոլոր նպատակներն Աստված հասնի առ Աստված, Աստված իրականացնի, ուժ տածես, զորություն տածես, Տեր Աստված, մեզ բոլորիս, թող բոլոր են մարդիկ, որ երազում են
ինչ որ մի երազանք եմ փափագում, թող կայանա, գիտեմ գիտեմ իմ էջում կան էլի մայրությանը փափագող շատ մարդիկ, ցավոք սրտի, թող իրանք էլ մայրանան, Տեր ջան օգնի, այդքան մի բան, մեկ էլ մի հետաքրքիր պատմություն էլ պատմեց Ավետարանից քահանան Հովսեփի մասին, պատմեց, թե ոնց են տանջանքի ենթարկել Հովսեփին, իր հարազատ եղբայրները հենց, հետո ծեծել են, հետո բանտը չի օգնել, հետո Եգիպտով, հետո ինչ առիթներով Հովսեփը հանդիպում է եղբայրներին ու նրա մեջ այնքան սեր ու բարիություն է առնում, որ ուզում է ու գնում փաթաթվում իր աղբերներին, զգում է, որ կարոտել է, բայց հետաքրքիր է, ինչ են զգացել եղբայրները, էդ էլ մենակ իրանք կիմանան, սիրելի հետևորդներ ջան, դրա համար ես որ մեկ ասում եմ, այս աշխարհ երեսին ինչ ենք էլի, մի գիրենք մի աղբեր ինչ է մեզանից մնում, մի ջան ասենք, ջան լսենք, մեկ էլ տենում ես անձնականից լեկցիա գրեցին, դու մի պարծենա, դու ինչ իրավունք ունես, ուրիշներին քննադատես, ես չեմ քննադատում, սիրելի հետևորդներ ջան, ասելն ու քննադատելը լրիվ տարբեր բաներ է, ես ընդամենը ասում եմ, հորդորում եմ, ցանկանում եմ, որ ցավոք սրտի սիրենք էլի իրար, ոչ թե իրարից բամբասենք, քիրն աղբոր հետ կռվի, աղբերը քվոր կամ քիրը քվոր, ումա պետք չեմ սիրել, չեմ սիրում, ատել եմ ու ատում եմ, այդքան բան, ճիշտ է, ես էլ եմ ափերիցս դուրս գալիս մեկ-մեկ, բայց գոնե մեկ-մեկ, բայց ինձ մնա, որ ծնողիս ու հարազատիս հանդեպ մինչև լիարժեք պատճառ չկնի, լիարժեք ու հիմնավոր, ես հանուն աղբորով շատ մարդկանցից կարամ երես թեքեմ, հանուն իմ լավ բարեկամի, որ ամեն ինչ կանեմ, մի խոսքով, ես սիրում եմ բարեկամությունը, ընկերությունը, հարազատությունը, ոնց ասեմ, որ տեսակս այդ ձևի տեսակա մարդկային, ճիշտ է, ես էլ ունեմ իմ թերությունները, անթերի մարդ չկա, բայց այդ թե ինչքան լավ անցավ ես կիրակին իմ համար, մեր համար Ալեքսիս էլ դուր եկավ ու ինչքան հետաքրքիր բան է, ոնց ասեմ, եթե մի կաթսայի մեջ էփեն սենց ոչխարի մսով տեղին խաշլամա ու մյուսում էլ օրինակի համար կարտոֆիլ խաշեն, կամ մի հնդկածավար, կամ մի կանաչ քոլ, ասած մեր լոռեցիներին, ես առավել ևս կձգտեմ դեպի կանաչ քոլին, նամանավանձի մեջ, բազուկի ճավեր, մի խոսքով, բայց հերթը եթե հասնեմ ամատաղին, աննկարագրելի համով առնեմ ու հոտով առնեմ ու լավն առնեմ, ախր չէ որ նույն ոչխարի միսնոց չէ, նույն Ալեքսս, այ այդ բանով ինձ ակցել Ալեքսը, ոչխարի միս այդքան էլ ուտող չի, Նիկան որ գալիս է, ինքը սիրում է ոչխարի միս, միշտ ինչքան առելա, ոնց առելան հենց է կերելա, մենք չենք կերել, բայց մատաղ ուրիշ բան է, այդքան բան սիրելի հետևորդներ ջան, շամպունի հոտը այդքան էլ չի դուրս գալի,
Բայց թե ինչ անեմ, էդ էր հիմա ես իմ կոֆեն հավեսով հանգիստ ու խախանդ պայմաններում ձեր հետ խմեցի սիրելիներ ջան, հիմա էլ ուզում եմ մազերս չորանամ, աղջիկներին կասեմ կվեն են, քանի որ չթողեցին վարդավիրանոց գնա, ներկս էլ մնացել է, կներկենք էլի, իրանք թե որ ընդեղ մնացին, էլ արդեն չէի կարող որ չլվանայի, որովհետև չեմ սիրում յուղոտացում գլխիդ կպած մազեր, ոչ մի դեպքում։ Հիմա տեսախցիկս անջատեմ, Ալեքսն իրա համար իրա հեռախոսն ա վայելում, թող վայելի, իրան էլ այդ ձևի հանգիստն ա դուր գալիս, ես փորձում եմ իրան համ տեղանքին ծանոթացնեմ, փորձում եմ ամեն ձևի, ոնց ասեմ, ամեն ուղղությունով իրան տանեմ, ինչքան կվերցնի, ոնց կվերցնի ամեն երեխա տարբեր է, սիրելի հետևորդներ ջան, կարևորը ես իմ ծնողական պարտքը անում եմ, նորվանից սրա անունն եմ մանգալի, հեսաստե գրացասինի չորնի վայ Անահիտ, հիմա անջատեմ հեռախոսս, ավելի ճիշտ դնենք լիցքավորման, որովհետև նկարել եմ, չգիտես թե ինչեր ու ինչեր, դրեցի, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, իսկ թե որտեղ կհանդիպենք, ցույց կտա տեսախցիկը, գնացի Ահա, շելի հետևորդներս, ոնց տեսնում եք, մազերս վենեցինք, մի քիչ նորքի բերեցինք, էտա, բայց, ծերանում ենք պարույր սևակ, արդեն այս կոմս, այս մի կոմից լավ տեղին սպիտակներս հուշում են իրանց ինքնության մասին, ուրեմն երեկոյան կողմը 8 անցամ, թե եթե 8 անցա, ինչ ուրա դիսկոյա, Ալեքսն ուրա իհարկե դիսկոյմա, եկել այնձ ասմատենում է, էլի որ աղջիկներից մեկը մազայես վենում ասմա մամ ջան կյանքս, կլնի ես գնամ դիսկո, ասում եմ դե բավանց չի լնի, գնա, էտա, գնաց ինքը տղես, մենք էլ մազերս վենեցինք, ես էլ ասի մտնեմ վլոգին վերջաբանտամ ու ես էլ գնամ ծնունդ կամ երեխի տենց էլի գնանք մի փոքր ժամանակ անցկացնենք, ասեմ փառք քեզ Տեր, ով է ասելով, խոսալով, բողոքելով, փոքր երեխի նման օրերը հաշվելով, երկրորդ շաբաթն էլ գլորեցինք, դենը գցեցինք, մի տնանք վաղվանից ինչ ա գալիս գլուխներով, սիրելի հետևորդներ ջան, ու տենց բաներ, հիմա այսքանը, օրը շատ լավն էր, տպավորված եմ, թեթևացած եմ, շնորհակալ եմ կրկին անգամ Աստծուն, շնորհակալ եմ նաև ձեզ, այդ ցկցկոցը գալիս, որ հենց դուք եք իմ հետևորդները, իմ լավ ու բարի բարեկամները, որովհետև հենց ձեր շնորհիվ իմ էջը շատանում, իմ լավ բարեկամներն ավելանում, ու մեկս մյուսով ուրախանում ենք սիրելի հետևորդներս, դե ինչ, այս պահի համար այսքանը, ձեզ ասեմ ստեսություն, լավ եղեք, բարի գիշեր էլ հետն ասեմ, ձեզ բարի գիշեր մաղթեմ ու ասեմ լավ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, իսկ մենք կհանդիպենք
Վաղվա վիլոգում։ Պակա, պակա։ Բարի խաղաղ գիշեր բոլորիս։